Վաղ առավոտյան Ռուսաստանը Կիևի վրա իրականացրել է մինչ օրս ամենահզոր օդային հարձակումներից մեկը, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զանգվածային տարափով։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարության համաձայն ռուսական ուժերը կիրառել են 430 դրոն և 18 հրթիռ, որոնք թիրախավորել են էներգետիկ օբյեկտներ, ենթակառուցվածքներ և բնակելի թաղամասեր, ամբողջ քաղաքում առաջացնելով պայթյուններ ու հրդեհներ։ Հարձակումներն եղել են ավերիչ։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են առնվազն 4 զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ քաղաքում տուժել է առնվազն 29 մարդ, այդ թվում 2 երեխա և 1 հղի կին։ Ես սարսափած էի, այնքան սարսափած, որ չգիտեի ինչ անել։ Ինքս ինձ ու երեխայիս փրկեմ, թե վազեմ օգնելու ուրիշներին, քանի որ շատ մարդիկ ճչում էին և օգնության կարիք ունեին։ Ռուսական խմբային հարվածի հետևանքով լրջորեն վնասվել են նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ Իսկանդեր հրթիռի հարվածի հետևանքով շենքը մասամբ փլուզվել է, տարածքը հսկայական վնաս է կրել։ Վոլոդիմիր Զելենսկին պատմել է, որ իր հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևը դատապարտել է հարվածը և ընդգծել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են ինչպես դեսպանատան շենքը, այնպես էլ Ադրբեջանի այլ օբյեկտներ։ Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, հանձնել բողոքի նոտա առ այն, որ Իսկանդերի հարվածից լիովին ավերվել է դեսպանատան տարածքի պարիսպը։ Վնասվել են ենթակառուցվածքները, ծառայողական մեքենաները, վարչական շենքերը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։ Միխայիլ Եվդոկիմովին հիշեցրել են, որ 2022 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը Խարկովում ենթարկվել էր օդային հարվածի և ավերվել։ 2024-ի հունվարի 2-ին կինշար հրթիռով օդային հարվածից Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ հսկայական խառնարան էր առաջացել։ 2025 թվականի օգոստոսի 28-ին կրկին դեսպանատան հարևանությամբ հարված է եղել և կրկին վնասել են վարչական շենքն ու տարածքը։ Տարբեր օրեր ու տարբեր վայրերում դրոնները հարվածել են Սոկարի նավթաբազային և ենթակառուցվածքներին։ Նույն առավոտյան ռուս պաշտոնյաները հայտնել են Սև ծովի Նովորոսիիսկ նավահանգստի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման մասին, որը ռուսական նավթի արտահանման կարևորագույն հանգույց է։ Ըստ հաղորդագրության հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Նովորոսիիսկի տեղական իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության և վնասված տների բնակիչների համար տեղակայել ժամանակավոր կացարաններ։ Ակնհայտ է, որ կան ռիսկեր, որոնց պետք է անդրադառնալ, մասնավորապես Բելգիայի պարագայում, և սա մի հարց է, որի վրա Եվրոպական հանձնաժողովը շատ լրջորեն աշխատում է։ Անդամ մյուս պետությունները ևս ընդունում են, որ ակնհայտորեն համերաշխություն է անհրաժեշտ այդ ռիսկերի հարցում, որոնք պետք է կիսվեն։ Այս առումով Բելգիայի իշխանությունների հետ ներգրավվածությունն ու աշխատանքը նույնպես շարունակվում են։ Պետք է ասել, որ այս գործողությունները ռիսկեր են պարունակում, բայց անգործության և ագրեսորին չզսպելու ռիսկերի համեմատ առավել մեծ են։ Դիվանագիտական ճակատում լարվածությունը պահպանվում է։ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները մինչև տարեվերջ դադարեցնելու մասին, պատճառաբանելով էական առաջընթացի բացակայությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակադարձել է, նշելով, որ Ուկրաինան ի վերջո ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին շատ ավելի վատ դիրքերից։ Միևնույն ժամանակ Բրյուսելում Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրումն արագացնելու շուրջ, որը կֆինանսավորվի սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթի հաշվին։ Թեև այս ծրագիրը վկայում է Ուկրաինային արևմուտքի շարունակական հզոր աջակցության մասին, պաշտոնյաները նշել են, որ դեռևս առկա են լուծման կարիք ունեցող բարդ տեխնիկական մանրամասներ։ Այս օդային հարձակումները տեղի են ունեցել ռազմաճակատում ընթացող կատաղի մարտերի ֆոնին, որտեղ երկու կողմերն էլ հայտնում էին մարտական հաջողությունների մասին։ Նախօրեին ռուսական կողմը հայտնել էր մի քանի ուղղություններով առաջխաղացման և ուկրաինական գրոհները հետ մղելու մասին։ Ի պատասխան Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հայտնել է ռուսական բազմաթիվ հարձակումներ կասեցնելու և հակառակորդի կարևոր ռազմական թիրախներին հաջող հարվածներ հասցնելու մասին։ Հինգշաբթի ռուսական կողմը հայտնեց, որ ռուս զինծառայողները լիակատար վերահսկողություն են հաստատել Դոնեցկի շրջանի Ռոգ բնակավայրի նկատմամբ։ Մասնագետները նշում են, որ հակամարտությունը թևակողում է առավել կատաղի և անզիջում փուլ, ինչը դրսևորվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների սրմամբ և դիվանագիտական գործընթացի փակուղով։ Այս ֆոնին միջազգային հանրությունը գիտակցելով երկարատև դիմակայության անխուսափելիությունը պետք է փորձի մշակել պատերազմն ավարտելու նոր երկարաժամկետ մեխանիզմներ։ Դավիթ Գենջոյան, Open Media։